ինչն է խնդիրը։ Ասեմ ինչն է խնդիրը։ Օդաչուներին պետական համակարգից տարան սեփական համակարգ, բայց երբ որ համակարգի տերը լրիվ կառավարությունն էր։ 2003 թվականին պարոն Քոչարյան Ռոբերտը դիս տվարեց Օղորմածիկ Անդրանիկ Մարգարյանի տեղը եւ հայկական ավիաուղիների չվերտները տվեց Արմավիային, որ այսօր նորից սնանք պետք է լինի։ Ու մեր հարցերը, որ մեզ դեմ պետությունը փոխհատուցման հիվանդության պատճառով, որ պետք է բնար աշխատող հիմնարկի պետության վրա, հանեցին պետության վրա, ու սենց մնացինք սնանկության մեջ, սնանկությունում այսօր մի հատ փույք կա, որ չի վաճառվում եւ դա արժեք չունի դուսկյունի։ Դրա համար արդեն քանի տարի է, կառավարության դեմն ենք, մի 4 տարի հետո թողիկ եկանք ստեղ, որովհետեւ ինչ եք մենք գրել, որ մենք ուզում ենք, որ պաշտպանեն մեր սահմանադրական իրավունքները, սահմանադրական իրավունքի գարանտը պարոն նախագահն է, մենք եկել ենք իրան դիմենք, որ պաշտպանի մեր սահմանադրական իրավունքները, մեզ շատ են խոստանում, բայց ինչպես միշտ ասում են, թուղթն է մնայում, մեզ թուղթ չեն տալի, բանավոր են խոստանում, բայց արդեն մենք ստեղ երկրորդ տարին ենք։ Տեղեկություն ունենք մենք, ինչ-որ մի պաշտոնյա ասել է, թե այնքան ձգձգենք, մեկա տարիքով մարդիկ են, կմեռնեն, կգնան։ Լսել ենք, կարդացել ենք, բայց չենք կարա շեշտենք ումից ոնց։ Այսօր անուն չկա, մոռացի եկի։ Այսինքն այդպես խոսարտությունը եղել է։ Եղել է այդպես խոսակցություն։ Այո։ Ու մինչև հիմա է այդ խոսարտությունը գնում։ Որովհետև տարիքով է կպրծնի էլի։ Եթե այդպես չլներ կմտածեն երևի կտան։ Ես հիմա հասարակ մի հարց եմ բարձրանում։ Այս մարդիկ օդաչուներ են, ռիսկային աշխատանք են կատարել, բայց այսօրվա այն մարդիկ, որ շենքերում են աշխատում, բոլոր շինարարական կազմակերպություններ 5-6 տարի հետո կամ 3 ամիս հետո սնանք են, նրանց մեջի կյանքի պատահած վտանգին ով պետք է հացուցի։ Օրենք չունես երկիրը, ես մեռաթերթերով հոդված տալու, մի հատ օրենք մտածեք փոխհատուցում տալու համար, մինչև օրս օրենք չունի ես երկիրը, գիտեք թե չէ։ Օրենքի դաշտը բաց է։ Իրանում վթարված 2001 թվականի մայիսի 17-ին Իրանում վթարված ինքնաթիռի հարազատները 5 ընտանիք մեզ որոշեցին նպաստներ եւ արդեն 5 տարի է մեզ չեն տալիս 7 տարի, ոչ թե 5։ Չէ, մերը 5-ա, ձերը 7-ա, մերը 5 տարի է։ Ինչ են ասում, ում եք դիմել, բազմաթիվ դիմումներ ունեք։ Գրել են թերթերը, հրապարակում են կանգնել, 3 տարին ընդեղ են կանգնել, 2 տարի ստեղ են կանգնած։ Ոչ մի պատասխան չեն տալիս։ Կերակրողին կորցնողի գումարներն ա դա, ուրիշ ծնողները ապրելու, երեխաները ապրելու համար։ Լավ, հիմա որ եկել եք այստեղ, հույս ունեք։ Այնքան հույս ունենք, որ հող ունեն, վաճառեն, որի պետք է սկսեն տալ, բայց հազարում մի միջոց կա, կարող է եթե այդքան աղքատ են, չունեն, թողնեն մնա, մեզ ամսականը գոնե վճարեն ապրենք, ոնց կարելի է, դրանով ենք ապրում, ինչով 30,000 թոշակով, ինչ ասեմ, չգիտեմ, բոլորը միլիոնատեր են, բայց այս խեղճ ու անճար ժողովուրդը այս վիճակին պիտի մնա։ Ուսի համար ասեն, պարոն Շամշան։ Մենք հաշվանդամ օդաչուների խումբն ենք, օդաչուները պետական առաջ նրանք կատարելով հաշվանդամ են դասել, օդաչուները պետական առաջ նրանք կատարելով թրել են և տարիների ընթացքում հաշվանդամ են դասել, հիշողությունը կորսել են, գլխապտությունը, երկրորդ կարգի հաշվանդամ են դասել։ Ես ավիատեխնիկ բրիգադիր եմ աշխատել, ինքնաթիռի վրա աշխատանք կատարելու ժամանակ Աշճանի վրայից ընկել եմ ցած, գլուխս վիրահատել եմ, երկրորդ կարգի հաշվանդամ եմ, հիշողությունս կորսել են, գլխապտությունը, հազիվ ողջ եմ մնացել։ Այն մարդիկ, օդաչուները կամ ինժեներները կամ տեխնիկները, որոնք պետական առաջնային դրանք կատարելով հաշվանդամ են դասել, պետությունը պատահորատեր կային ու վճարի փոխհատուցում։ Աշխարհում մեկ ընդունված է այն մարդիկ, ովքեր պետական առաջնային դրանք կատարելով հաշվանդամ են դասել, պետությունը պատահորատեր կային ու վճարի փոխհատուցում։ Հայաստանի Հանրապետության մեջ դա ընդունված է եղել այդ փոխհատուցման վճարումը։
2006 թվականի սեպտեմբերի 1-ին արգելել են փոխհատուցման վճարումը։ Մենք աշխատանքներս 120-ից ավել մարդ են եղել, որոնց մնացել է 69 մարդ։ Մարդիկ մահացել են, մարդկանց ձերը փող չկա որ դեղորայք գնեն։